օտան հեկերի գործարքը դա փայլուն տնտեսական գործարք է, փայլուն։ Եվ այսօր 180 միլիոն, 160, 180, հələ դա շարունակվելու է այդ թվերը։ Ուղղակի ամերիկյան ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ես սա համարում եմ լուրջ ձեռքբերում։ Եվ հələ տա Աստված նման ներդրումներ ավելի շատ լինեն Հայաստանում։ Ես կոնկրետ դրա կողմնակիցն եմ։ Մեկ, երկրորդը, ինչպես եմ գնահատում կառավարության գործունեությունը։ Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունը գործի առավել արդյունավետ, առավել նպատակաուղղված։ Խոսքը վերաբերում է թե օրինաց երկիր կուսակցության անդամ նախարարներին եւ թե Հայաստանի Հանրապետության կառավարությանը հավաքական իմաստով։ Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ եւ այդ խնդիրներին պետք է ձգվի, նետվի առավել համարձակ հայացք, առավել նպատակաուղղված աշխատանք, առավել պատասխանատու ու հաշվետվողական, որպեսզի հասարակությունը տեսնի արդյունքները։ Ես կոնկրետ այդ ձեզ ներկայացրեցի կոնկրետ այն ծրագրերը։ 5 տարի առաջ ոչ մեկ չգիտեր ինչ է ազգային անվտանգության խորհուրդը։ Ես ձեզ ներկայացրեցի կոնկրետ ինչ ենք մենք անում։ Մարդիկ ուզում են կոնկրետ արդյունքներ։ Եվ մենք նույնպես ակնկալում ենք, որ այն խնդիրները, որ այսօր Հայաստանում կան, մեր կառավարությունը պետք է գործի առավել համարձակ, առավել նպատակաուղղված, առավել դրական իմաստով ամբիցիոզ, որպեսզի դնի հավակնոտ նպատակներ, հետամուտ լինի այդ խնդիրների լուծման համար։ Եվ մենք այդ հարցում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել մեր կառավարությանը։ Ուղղակի պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, պլանկան բարձրացնել։ Պետք է ավելի լավ աշխատեն, ավելի լավ արդյունքներ, որտեղ մարդիկ արդյունքներ են ուզում։ Ես համաձայն եմ ձեր գնահատականների հետ, որ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծողը պետք է լինի կառավարությունը իր պատասխանատու, ուրեմն հետևողական աշխատանքով։ Ամեն մի երկրի նախագահ, նախկին նախագահ, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող զարգացումների շուրջ ունենալու իր տեսակետները։ Եվ ընդհանրապես մենք պետք է այդ տեսակետներին վերաբերվենք ըմբռնումով։ Այդ տեսակետները կոնկրետ Քոչարյանի ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային եւ քաղաքական։ Այսինքն բովանդակային ինչ է ասում Քոչարյանը։ Քոչարյանի բովանդակային հարցադրումներին բովանդակային պատասխան պետք է տան կառավարության համապատասխան ներկայացուցիչները եւ անդամները։ Եվ այդ պատասխանը կարծեք թե տրվել է, եթե այդ պատասխանը չի բավարարում, պետք է շարունակել, ուրեմն այդ պատասխանները հնչեցնել։ Նույնը վերաբերվում է, չգիտեմ, որևիցե այլ նախագահի հնչեցրած հարցադրումներին, որևիցե այլ վարչապետի հնչեցրած հարցադրումներին։ Նույն Հրանտ Բագրատյանը հանդես է գալիս սուր տնտեսական քննադատությամբ կամ այլ ուրեմն գործիչներ, ովքեր ժամանակին կառավարել են համակարգեր։ Մենք պետք է այդ գործիչների հայտարարություններին, բովանդակային հայտարարություններին տանք հստակ պատասխաններ։ Եվ հասարակությունը չէ, պետք է ուրեմն լսի, տեսնի, վերլուծի եւ եզրակացություններ անի արված հարցադրման եւ տրված պատասխանի վերաբերյալ։ Պարզ է, չէ՞։ Քաղաքական երկրորդը, քաղաքական կարող է արդյոք Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ առավել ակտիվ քաղաքական հարթակ։ Այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախ եւ առաջ հենց Ռոբերտ Քոչարյանից։ Բայց ես նման հավանականությունը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Բայց դա բոլոր դեպքերում նրա դիրքորոշումն է, հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է եւ ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն։ Մասնավորապես այսօր ես Հայաստանի քաղաքական դաշտը բաժանեի մի քանի խմբի։ Առաջին իրենց այլընտրանք հրճակող կամ իշխանությանը լոյալ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժեր, լոյալ, դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, դա Դաշնակցությունն է, որոնք այսօր լոյալ են իշխանության նկատմամբ, ունեն պետական իշխանական լծակներ պետական կառավարման համակարգում, խորհրդարանում եւ գործադիր իշխանության միջին օղակներում, ուղղակիորեն ներգրաված չլինելով կառավարության մեջ։ Նրանք հանդես են գալիս իրենց մոտեցումներով, դիրքորոշումներով եւ նաեւ իրենց շուրջն են ձևավորում որոշակի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական կառույցների կամ հոսանքների։ Երկրորդ բևեռը դա ընդդիմությունն է, որը այսօր Հայաստանում
գտնվում է ձևավորման, փուլում կամ հստակեցման իր դիրքորոշումների հստակեցման փուլում, ինչպիսի ինդիմադիր բևեռ ձևավորի Հայաստանում ցույց կտա ժամանակը, ես կարող եմ ասել, որ ամեն մի իշխանությանը անհրաժեշտ է առողջ ընդդիմություն։ Ամեն մի իշխանության լավ աշխատելու համար երկրում անհրաժեշտ է ընդդիմություն։ Որևիցե երկրում, այդ թվում նաև Հայաստանում։ Եվ երրորդը դա իշխանությունն է, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կոալիցիա կազմող ուժերը եւ օրինաց երկիր կուսակցությունը։ Սա է։ Հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները ցույց կտա ժամանակը։ Պետք է ուրեմն ժամանակից իմ կարծիքով առաջ չընկնել, քաղաքական ուժերը հռչակում են իրենց նպատակները, ծրագրերը եւ ես կարծում եմ, որ 2014 թվականը կլինի քաղաքական ակտիվ զարգացումների տարի, որտեղ գնալով քաղաքական կյանքը թեժանում է եւ դրան զուգընթաց նաեւ ակտիվանում են քաղաքական ուժերը։ Օրինաց երկրի դերի մասին հարցրեցիք, օրինաց երկիր կուսակցությունը այսօր գտնվելով իշխանության մեջ մենք փորձում ենք լինելով փոքրամասնություն իշխանության մեջ մեր մոտեցումները դարձնել իրականություն։ Խոսեմ փաստերով 2013 թվականին Հայաստանի խորհրդարանում եղել են առնվազն 2 տասնյակ վիճահարույց չասեմ, բայց դժվար քվեարկություններ, որոնք քվեարկել են 70-ից 72 քվեով։ Եվ օրինաց երկիր կուսակցության քվեների շնորհիվ ներառյալ Հայաստանի Հանրապետության վերջի պետական բյուջեն ընդունվել է։ Սա խոսում է մեր իրական ազդեցության մասին քաղաքական դաշտում կոալիցիայի շրջանակներում։ Այսինքն բոլոր այն պնդումները, թե օրինաց երկիր կուսակցությունը ինչ դերակատարում ունի, ես կոնկրետ ձեզ բերում եմ փաստերը։ Չէր կարող քվեարկվել 2013 թվականի պետական բյուջեն, եթե օրինաց երկիր կուսակցությունը կողմ չքվեարկեր։ Կա փաստ քվեարկության արդյունքներ եւ բազմաթիվ այլ քվեարկություններ։ Երկրորդ, ինչպիսին է լինելու օրինաց երկիր կուսակցության դերը կոալիցիայի շրջանակներում, ինչպիսին որ եղել է, այնպես է շարունակվելու է։ Այսինքն 2013 թվականին օրինաց երկիրը ճանաչվեց ազգային ժողովի լավագույն խմբակցությունը եւ այդ մասին եղավ համապատասխան պաշտոնական հաղորդագրություն։ Դուք էլ կարող եք Parliament Monitoring AM կայքում տեսնել, թե որ խմբակցությունը քանի օրենք է ներկայացրել, որ պատգամավորը քանի ելույթ է ունեցել։ Այսինքն ՕԵԿ-ը իր ակտիվությունը 2014 թվականին բազմապատկելու է եւ մենք բարձրաձայնելու ենք եւ հետամուտ ենք լինելու մեր հասարակության մեջ կուտակված խնդիրների լուծմանը, լինելով իշխանության մեջ, բերելու ենք մեր մոտեցումները, մեր տեսակետները եւ մեր պարտներերի հետ փորձելու ենք ուրեմն արկա խնդիրները, որոնք մեր հասարակությանը հուզում են լուծել։